Ջան, քո վերքը ցավ է, բայց ոչ խամար Քո սրտի մեջ դեր կրակա Քո ճամփանված է դեպի վաղը Քաղաքամայր Երևանի բոլոր համայնքներում գրկաբաց են դիմավորում Գագիկ Ծառուկյանին ու նրա թիմին։ Հավատում այն փոփոխություններին, որի մասին ԲՀԿ առաջնորդն է հայտարարում։ Ջերմ մթնոլորտ ու անկեղծ շփումն այս անգամ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում է։ Մայրության զբոսայգում համայնքի հազարավոր բնակիչներ են եկել հանդիպելու իրենց համար այս տարիներին հարազատ դարձած մարդու հետ, նաև աջակցելու քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին, որն այս պահին գտնվում է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Հավատում են հունիսի 7-ից հետո գալու է լավ փոփոխությունների ժամանակը։ Ջերմությունն ու սերը փոխադարձ է, ասում է Գագիկ Ծառուկյանը, ողջունելով Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի համակիրներին։ Այդ վստահությունը պարտավորեցնում է անել ավելին։ Հարգելի սիրելի ժողովուրդ, ի սրտե ողջունում եմ ձեր բոլորին։ Զգացված եմ ջերմության համար, ընդունելության համար, մեկ անգամ ևս ավելի պարտավորված եմ, ինչ որ ասում եմ, մի բան էլ ավել անելու ենք, մենք փոխել ենք մեթոդը, ծրագիր կազմելու, լսել ենք մարդկանց, ոլորտի ներկայացուցիչներին, ինչն է իրենց խնդիրը, ինչն է պրոբլեմը, ամեն մեկը ցանկանում է, որ իր մասին մտածող լինի, հնարավորություն տրվի, որ ինքը կարողանա իր խնդիրները լուծի, իր ընտանիքը պահի, կարողանա բարիքներից օգտվի։ Բոլորս ուզածը մի բան է, որ խաղաղություն լինի, տնտեսության զարգացում լինի, բարեկեցություն լինի, մարդիկ կարողանան իրանց արդար քրտինքով աշխատեն, ստեղծեն, ապրեն։ Բոլորի ուզածը մեկն է՝ ապրել խաղաղ երկրում, սեփական քրտինքով ստեղծել ընտանիքի բարեկեցությունը։ Առաջարկ Հայաստանին ժողովրդական ծրագրի հիմքում երաշխավորված խաղաղությունն է, որի դեպքում միայն Հայաստանի քաղաքացին կարող է զգալ ապահով ու հանգիստ լինել իր երեխայի վաղվա օրվա համար։ Այսօր ասում են խաղաղություն ենք բերել, թող ցույց տա խաղաղության թուղթը, որ իրոք ստորագրած է խաղաղություն, որ հարձակում չի լինելու, պատերազմ չի լինելու։ Տես թուղթ չկա։ Այսօր սահմանների վրա Եղարքունիքով, Սյունիքով, Ջերմուկով սարերի վրա նստած մեր հողերի մեջ թելադրում են, չլուծող խնդիր չկա։ Հարկավոր է ճիշտ բանակցել, ճիշտ մարդկանց հետ, լավ հզոր դաշնակիցներ ունենալ, խնդիրը կարգավորել, պատերազմի դուռը փակել եւ զբաղվել երկրի զարգացմամբ, տնտեսության բարեկեցությամբ, որ ժողովուրդն առօգ-փառոք ժպիտների դեպքերին կարող է ապրի։ Գագիկ Ծառուկյանն անթույլատրելի է համարում գույքահարկի չհիմնավորված բարձրացումը։ Այն սահմաններից պետք է հաշվի առնվի, թե երբ է ձեռք բերվել գույքը։ Գույքահարկը որոշել է Երևանի, ոչ թե կադաստրի գնով, միանգամից շուկայական գնով 100% թանկացում, տարեկան 20% ավելանում է։ Մարդը եթե արժանապատիվ աշխատել է, արվեստագետ է, գիտնական է, դասախոս է, բժիշկ է, տուն է ստացել, իր թոշակով ապրում է։ Գույքարկը չի կարող վճարել, ասում են ծախի գնա սահմանամեծ գոտի։ Դա անարդարացի է ժողովուրդ։ Արդարացին նա է, որ այսօր օրենք ընդունենք 25 թվականից 26-ից, ով Երևանում բնակարան առավ, գույքարկը 100% թանկ է, որ մարդը կորոշվի, առնի թե չառնի, բայց եթե չէ դու այդ ծերերին, թոշակառուներին, արժանապատիվ մարդկանց, իրա բնակավարից, ծննդավարից հանելը դա արդարացի է։ Առողջապահությունն ու կրթությունը պետք է լինեն անվճար, ասում է Գագիկ Ծառուկյանը, մանրամասն ներկայացնելով, որ միջոցների արդյունավետ բաշխման դեպքում դա հնարավոր է։ Կրթությունը պետք է անվճար լինի։ Ծնողը չի կարող իր երեխայի վճարը վճարի։ Գիշերը չի քնում։ Մարդը ստանում է 200,000, կինը 120,000, իրանց գույքարկ վճարեն,
Սնունդը ապահովեն, հագուստը թե տանեն 1 միլիոն կամ 800,000 ուսման վճար վճարեն։ Տրամադրում են գումարները, պետ պատվեր 700 միլիոն։ Ոչ մեկը խաբար չի, ոնց է ծախսվում։ Արդյունավետ չի, ուրեմն սխալ են գործում, դա պետք է փոխվի։ ԲՀԿ ղեկավարն այստեղ էլ անդրադառնում է մեր քաղաքացիների վարկային ծանր բեռին, խոսում համաներման անհրաժեշտության մասին։ Այսօր սաղ ժողովուրդը վարկի տակ է, ամեն տնից 2-3 հոգի։ Ճիշտ եմ ասում, թե ճիշտ չեմ ասում, ժողովուրդը։ Պետությունը այսօր 15 միլիարդ պարտք ունի, որցե մեկը խաբար է, ժողովրդի վրա է օգտագործվել, ոչ։ Կարելի է հիմա ավելացնել 1 միլիարդ 100 միլիոն մենք հաշվարկել ենք։ Եթե պետությունը ներումաշնորհում 2 միլիոն 200,000 մարդ անմիջապես այդ ճայճից դուրս է գալի։ Բրցնում է, տրամադրությունն է բարձրանում, նոր կյանք է սկսում։ Բարգավաճ Հայաստանի մեծ թիմին միացել են տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներ, հեղինակություն վայելող անձինք, որոնք չեն եկել նախընտրական ցուցակում ընդգրկվելու կամ պաշտոնների համար, ասում է ԲՀԿ առաջնորդը։ Կարևորը Հայաստանի ապագան է։ Ոչ մի բանի կարիք չունեմ, ոչ պաշտոնի, ոչ ճանաչման, որ անձնական կարիք ունեմ, որ մեր երեխաները ապահով երկրում ապրեն, որ մենք ապահով երկիր փոխանցենք։ Բոլոր ծնողների նպատակը դա է։ Տեղյակ եմ ամեն ինչից, հնարավորության դեպքում առաջին նիստին կարևորագույն կետերը պետք է դրվի ու միանգամից ընդունվի, որ մարդիկ զգան մարդը իր խոսքի տերն է։ Տվեք անհրաժեշտ քվեներն ու պահանջեք, քայլերթից առաջ հայտարարում է Գագիկ Ծառուկյանը։ Ժողովուրդ ջան, որոշողը դուք եք, դուք պետք է կատարեք ընտրություն, ում ցանկանում եք, ում հետ հույս եք կապում, ես ոչ մեկի վրա ցեղ չեմ շպրտում։ Իմ ընտանիքին էլ վիրավորում են, ես թույլ չեմ տալի իրենց ընտանիքին, որտեղ դա հզորության, հարգանքի նշան է, դա կլացի խնդիր է։ Երեխաները մեղ չեն գործ, ընտանիքը կապ չունի։ Այնպես որ սա իմ մոտեցումը։ Գտակ կպահանջեք, ինչ ասել եմ, մի բան լավ էլ անել եմ։ Հետևողական եմ լինելու, կազմակերպեմ, իմ ժողովրդի ցավը տանեմ։ Ես էլ ձեր Ծառուկյանն եմ, ձեր ցավը տանեմ։ Ելույթից հետո մարդիկ անկաշկանդ շփվում են Գագիկ Ծառուկյանի հետ, ոմանց հետ մտերմությունը երկար տարիների պատմություն ունի։ Բան ի՞նչ է։ Իմ տղան էլ աղվանս։ Հունիսի 7-ին, համար 7-ին, ազատություն Անդրանիկ Թևանյանին ու բոլոր քաղբանտարկյալներին։ Հենց այս վանկարկումներով ու հունիսի 7-ին սպասվող փոփոխությունների ակնկալիքով էլ մարդիկ միանում են Գագիկ Ծառուկյանի գլխավորած բազմամարդ երթին, որի վերջը չի երևում։ Հայաստան իմ լույս իմ տոն, քո վերքը ցավ է, բայց ոչ խամար, քո սրտի մեջ դեռ կրակա, քո ճամփան բաց է դեպի վաղը։ Ընտրում ենք համար 7-ին, հաղթանակ Հայաստան, լույսը մեր ճանապարհին։ ԲՀԿ առաջնորդը քաջալերում է Մայր Հայաստան կուսակցության անդամներին։ Չէ, ունեմ, ոչ չունեմ։ Առավել քան մարտական եւ սուրճը դրած սպասում եմ ԱԱԾ-ի աշխատողներին։ Արևորը դուխը տեղը բայի, դա ժամանակոր բնույթ է գրել։ Քրեակատարողական հիմնարկում գտնվող Անդրանիկ Թևանյանին հանդիպած Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավարը զրույցի մանրամասներն է ներկայացնում։ Պարոն Թևանյանը շատ հաստատակամ էր, մարտական, բոլորիս կոչ է արել, պայքարը հետևողականորեն շարունակել, գնալ ընտրատեղանաց, որպեսզի վերջ տանք այս ամոթալի ու խայտարակ իշխանությունների եւ որպես սատարում պարոն Թևանյանի, որպես արձագանք իր կոչի, բոլորս միասին, Թևանյան, Թևանյան, Թևանյան։ Մանուկ Սուքիասյանը կոչ է անում անպայման մասնակցել ընտրություններին ու իրենց ոչի ասել գործող իշխանություններին։ Այնքան էլ լկտիացել, որ այսօր արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնողի գերիների հետ կապված հարց են տալի, ասում է ծնգլարի, դու ծնգլը ամսի 7-ին կտենաս Արարատ Միրզոյան, հունիսի 7-ին, մի 7-ին, այլեկը քաղաքացին արեց ողջունում, բարև ձեզ, այդտեղ միահամուր, ժպիտով, բոլորը կնում են ընտրատեղամաս ու վերջ են դնում այս ամոթալի ու խայտարակ իշխանություններին։
Իշխանությունը մսխել է իրեն տված վստահության քվեն։ Խոստացած սիրո ու համերաշխության փոխարեն բերել ատելություն, հավելում է Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավարը։ Սրանք մսխել են ձեր քվեն, Արցախն են Թուրքին զիջել, Հայաստանի տարածքից են Թուրքին զիջել, այսօր են բացահայտ թուրքական պատվեր են կատարում, արդեն Տիգրանաշենը քարտեզոն փոխել քարքի են դարձրել, ու սրանք պատրաստ են էլի տան, այս իրենց դիմախոսներին բան նստեցնել, գործ կարել, փորձել են մարդկանց վարկաբեկել, ու ամենամեծ պետական դավաճանները փորձում են օրինակ Անդրանիկ Թևանյանին կամ մեկ ուրիշին ասել դավաճան, քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյան, ուրեմն այս երկրում մի հատ դավաճան կա, եւ այդ մեկ մարդը, սրանք ասեցին հանդուրժողականություն, բայց երկիրը լիքն է քաղաքական բանտարկյալներով, ուրեմն ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին, ազատություն! Ողջունելով մայթերից ու հարակից շենքերից հետևող համաքաղաքացիներին Արման Աբովյանն ընդգծում է. առաջարկ Հայաստանին համահայկական ծրագրի բազմաթիվ առաջարկներ եղել են հենց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից։ Բացի նրանից, որ արտաքին ճակատով տանուլ են տվել, հələ մի բան էլ, բոլորիս գրպանն են մտել։ Ասում է, գույքահարկը պետքա բարձացվի, իսկ ով չի կարող վճարի, թո տները ծախի գնա, թո դու քո տները ծախի ու գնա։ Ամեն քննադատություն պետք է ստանա նաև լուծումը, իսկ բանալին և լուծումը առաջարկ Հայաստանի Գագիկ Ծառուկյանի կոնցեպտն է, մտահղացումը։ Եթե մենք ուզում ենք, որ մեր խնդիրները մենք լուծենք, ուրեմն հունիսի 7-ին Հայաստան իմ լույս իմ տոն Քո վերքը ցավ է բայց ոչ խամար Քո սրտի մեջ դեր կրակա Քո ճամփան բաց է դեպի վաղը Հունիսի 7-ին ընտրում ենք համար 7-ին Հաղթանակ Հայաստան լույսը մեր ճանապարհին Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը խոսում է Երևանի խնդիրների մասին։ Արդեն մի քանի տարի է ինչ քաղաքային իշխանությունը մտել է մեր համաքաղաքացիների գրպան ու դուրս չի գալիս հայտարարում է նա, մատնանշելով տրանսպորտի, կարմիր գծերի թանկացումն ու անորակ ճանապարհաշինությունը։ Ամենաուժեղ ապտակը սրա մուր հանելու պրակտիկայի ԿՊ-ի վերջ տալու լինելու է մեկ բան։ Հունիսի 7-ին մեծ մասնակցության արդյունքում Ավինյան Տիգրանն ու փոքրիկ խմբակը երազելու են 9% ձայն հավաքելու։ Ինչ վերաբերում է իրենց այս խոսույթ դարձած ասֆալտ են անում, տեսնում ենք, ասֆալտի համար դուրս են գրել 4 միլիարդ 292 միլիոն, ասֆալտը փոսերը կա, ասֆալտը ինչա լինում, ասում Անձրևն եկավ քշեց տարավ։ Անձրևը իրանց հունիսի 7-ին քշելու է տանի, ձեր մեծ մասնակցության պարագայում։ Այնպես որ հունիսի 7-ին Համարի 7-ին Մայր Հայաստանի ներկայացուցիչ Արեգնազ Մանուկյանն էլ նշում է ոչնչով իրենց չեն կարող վախեցնել։ Վստահ է Անդրանիկ Թևանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվելու։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է պիկապային արդարադատություն։ Նիկոլ Փաշինյանը սկսել է ոչ թե SMS-ներով ապօրինի հրահանգ իջեցնել իրավապահներին, այլ պիկապների վրայից է ասում, թե օրով, տեղով, ժամով, ինչ հոդվածով պիտի գնան ու գործ կարեն այս կամ այն մարդու վրա։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը, եթե դավաճաններ ու լրտեսներ է ուզում գտնել, շատ հեռու թող չգնա։ Թող կանգներ հայելու դիմաց, դավաճանին էլ կտեսնի, լրտեսին էլ կտեսնի, այն կանդալներին էլ քո խոսքերով, որ հրահանգել էր անցկացնել Անդրանիկ Թևանյանի ձեռքերին, այդ կանդալները Նիկոլ քո սարսափն են դառնալու։ Որովհետև Անդրանիկ Թևանյանը մնալու է քո կոկորդին։ Անդրանիկ Թևանյանի կալանավորումը դու չես մարսելու։ Ազատություն քաղ բանտարկյալներին, ազատություն Անդրանիկ Թևանյանին։ Գագիկ Ծառուկյանի գլխավոր երթի ավարտին հնչում է Անդրանիկ Թևանյանի քրեակատարողական հիմնարկից ուղարկված կոչը ակտիվ մասնակցել ընտրությանը, իշխանափոխության հարցում լինել միասնական։ Իսկ համայնքի բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնում ԲՀԿ առաջնորդին, վստահ լինելով, որ հունիսի 7-ին տոնելու են սպասված հաղթանակը։
Հունիսի 7-ին Համար 7-ին Հայաստան իմ լույսիմ տոն Քո վերքը ցավ է բայց ոչ խամար Քո սրտի մեջ դեր կրակա Քո ճամփան բաց է դեպի վաղը Հունիսի 7-ին Ընտրում ենք համար 7-ին Հաղթանակ Մեր ուժը շատ հզոր է, մեր առաջնորդները, հատկապես պարոն Ծառուկյանը, շատ հավատում ենք իրեն, վստահում ենք մեր երկրի ապագան, մեր երեխաների ապագան, վաղվա օրը։ Իր նմանը չկա աշխարհում։ Միայն մարդա, որ ամեն ինչ ժողովրդի համար մտածում է ու անում է, իրեն խոսքի տերն է, իսկական տղամարդ է, վերջ։ Ես հավատում եմ մեր հաղթանակին, հավատում եմ մեր ժողովրդի միախմբությանը, հավատում եմ, որ մենք միասին կարող ենք փրկել մեր երկիրը։ Տղաս զոհված է 44-օրյա պատերազմ, հիմա բարձրանալու եմ եռաբլուր։ Կգա այն օրը, որ ես ուղիղ աչքերով կարողանամ նայեմ նկարին, ասեմ, որ քո համար պատասխան են տվել։ Եթե սրանք մնացին, եռաբլուրը, չգիտեմ, ինչ չափերի կմեծանա, քանի գնաց մեծացավ։ Ինձ համար ամենակարևոր երաշխավորված խաղաղություն, ոչ թե խաղաղությունը, որ հիմա առաջարկում է սրտիկների տեսքով, այլ հենց իրական խաղաղություն։ Ակնկալիքը ազատ, իսկապես անկախ, իսկապես ինքնիշխան Հայաստան ունենալն է։ Հունիսի 7-ին բոլորով միանշանակ պետք է մասնակցենք, որպեսզի կարողանանք լավ փոփոխություն մեր երկրին եւ մեր ազգին։ Ժողովուրդ ջան, գնացեք ընտրության։ Հունիսի 7-ին, համար 7-ին, միակ ակնկալիքը։